Շեշտադրումը, այո, հիմնական քննարկում եղել է սոցիալական թեմայի վերաբերյալ, որից հետո մեր դիտարկումները խորհուրդ կքննարկենք, ամենայն հավանականությամբ անցնելու են գործողությունների։ Սոցիալական բաղադրիչի մասով, բնականային ծրագրի մասով հիմնական դիրքորոշումը, որ պատրաստեն մասնագիտական մեր կողմից ձևավորվեն մասնագիտական խմբեր եւ պատրաստական մեծ քննարկումներ, այսինքն այս պայեդրությամբ կոնկրետ սոցիալական ծրագրի մասով 40+10 ծրագրի մասով հստակ դիրքորոշում ունեն, որ վերադարձ չի լինելու, բայց բնականային ծրագրի նաեւ սոցիալական ծրագրի մասով, ասում են, փորձագիտական խմբեր ձևավորենք եւ սկսենք աշխատել։ Իսկ մնացած կետերի մասով, ասում են, այս ձևաչափով իրավասություն չունեք քննարկելու, այդ պահանջագրի մնացած կետերի մասով կառավարությունը պատասխանելու է գրավոր։ Կոնկրետ 40+10 ծրագրի մասով վերանայում չի լինելու, այսինքն կառավարությունը ունի հստակ դիրքորոշում, որ այդ ծրագրի մասով հետնահան չի լինելու։ Գործողությունը շարունակելու մասով բողոքի ակցիաները կշարունակվեն, մենք սպասում ենք կառավարության պատասխանին, փաստացի այսօր սոցիալական ծրագրերի մասով որոշակի պատասխան ունեցան։ Մնացած կետերի մասով ասում են, որ կառավարությունը մի քանի օրվա մեջ գրավոր կպատասխանի։ Մեր անելիքների մասին եւ խորհրդի հետ եւ հանրության հետ քննարկելով միասին կորոշենք մեր հետագա անելիքները։ Իմ անձնական կարծիքս մերժում համարում ենք, բայց իրանք պատրաստակամություն հայտնեցին, որ ձևավորեք մասնագիտական խմբեր, մեր մասնագիտական խմբերի հետ առաջարկեք, եթե կոնկրետ փաստերով որևէ տեղ հասկանանք, որ մենք թերացել ենք, մենք կվերանայենք ծրագրին։ Թերանալ չի, բայց որ արցախցիները բնակարանային խնդիր ունեն եւ մարդիկ բարձով են ապրում։ Էլ թերանալը ո՞րն է։ Կներկայացնենք Քանի որ ներկայացրել ենք 12 կետանոց պահանջ, փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը մեզ ներկայացրեց, որ այսօր միայն սոցիալական ուղղվածությանը վերաբերվող կետով կարող է մեզ հետ քննարկում կատարել եւ հստակ է պատասխանը 40+10-ին հետդարձ ճանապարհ չկա, մշակվել է հավելյալ ինչ-որ ծրագիր, օրինակով բերեմ, որպեսզի հասկանալի լինի, եթե ընտանիքում օրինակ կա 4 անդամ եւ ընտանիքի անդամների եկամուտը մեկ շնչի հաշվով 55,000-ից ցածր է, ապա այդ ընտանիքը ստանում է ընդամենը 70,000 աջակցություն, որը բնականաբար չի լուծում որևէ խնդիր, որի մասին մենք եւս նշել ենք, ու կարծում եմ, որ արդեն պետք է խորհուրդը լայն քննարկում ձևավորի եւ որոշենք մեր հետագա անելիքները, որովհետեւ մեր պահանջը այն էր, որ 40+10-ը այլ ընտրանք չունի։ Խորհուրդը կքննարկի, կհավաքվի, այս հարցի շուրջ նորից Քանի որ արցախցիների շատերին հուզում է նաև այս հարցը, առիթ է բացվել, նաև հարցրել եմ, ինչու է երբ բռնի տեղահանվածը դիմում քաղաքացիություն ստանալու համար, անձնագրում նշվում Ադրբեջան, ու մեզ պատասխանեցին, որ կա ինչ-որ կառույց, որը կոչվում է ICAO, ու Ադրբեջանը դիմել է այդ կառույցին, հայտ է ներկայացրել 2015 թվականին, սակայն բռնի տեղահանումից հետո է որոշվել, որ
մեր անձնագրերում պետք է նշեն Ադրբեջան, այլապես իրենք ինչ-որ խնդիրներ են ունենում։ Եվ դա։ Սիրելի հայրենակիցներ, ուրեմն քննարկումից հետո խորհուրդը կորոշի հետագա քայլերի մասին։ Ձեր բոլորին կներկայացնի վաղը։ Միասին կորոշենք հետագա քայլերը, ժողովուրդ։ Անելիքներ շատ կան, գործողությունները հստակ կհրապարակենք։